Սիրելիներս ողջույն, իմ շատ սիրելի բարեկամներ, հարազատներ, ինչպես եք, բարի գալուստ իմ խոհանոց։ Այսօր արագ, հեշտ տարբերակով ձեզ եմ ներկայացնում ինչպես պատրաստել իսկական կրուասաններ, որոնք երևի համտեսել եք, խանութներից եք ձեռք բերել կամ բարերում, սրճարաններում եք համտեսել, որ ունի խրթ-խրթան, շատ համեղ, բայց ներսից էլ փափուկ ու բավականին լավ բարձր ու փուջ, ոչ խմորային կրուասաններ։ Այսօր ես ձեզ տնային պայմաններում կասեմ, թե ինչպես են պատրաստում, հարգելիներս։ Սկսում ենք պատրաստել խմորը։ Եթե դուք նկատում եք, ձու չկա, խմորը առանց ձվի է։ Սիրելիներս, բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի, ոչ թե տաք կամ գոլ վիճակում, այլ սենյակային ջերմաստիճանի։ Ունենք 100 գրամ ջուր, 150 գրամ կաթ, 80 գրամ կարակ, ունենք շաքարավազ 50 գրամ, ունենք 10 գրամ, իմ մոտ 7 գրամ է, քանի որ բավականին ուժեղ է, ես խորհուրդ եմ տալիս օգտագործել 10 գրամ չոր սովորական խմորիչ և կես կիլոգրամ բարձր որակի ալյուր։ Օգտագործելու ենք նաև մի քիչ աղ։ Սկզբի համար ինչ ենք անելու։ Խառնում ենք ջուրը, կաթը, շաքարավազը, մի լավ խառնում ենք, ավելացնում ենք խմորիչը, սիրելիներս, խմորիչը դա դրոշն է, ինչ շատ են հարցնում խմորիչ, փխրեցուցիչ, որոնք են տարբերությունը։ Մի փոքրիկ աղ կանենք, մոտավորապես 5 գրամի չափով։ Մի լավ կխառնենք, կարակը պետք է լինի բավականին փափուկ վիճակում, որպեսզի կարողանանք խմորին խառնել, որպեսզի կարողանա լուծվի հեղուկ զանգվածի հետ։ Նախապես կարող եք կամ հալեցնել, կամ փափկեցնել։ Եվ ավելացնում ենք ալյուրը։ Հետո սկսելու ենք արդեն ձեռքերով պատրաստել խմորը։ Մի քիչ այսպես կխառնեմ, նոր արդեն կանցնենք ձեռքերի։ Անցել եմ արդեն գթալի, երբ որ արդեն դժվար է, ձեռքերով ենք սկսում հունցել ու տեղափոխում ենք սեղանի վրա։ Խմորը սկզբից շատ չենք հունցում, այնքան որ ալյուրը գեղեցիկ պետք է լուծվի։ Կես ժամ կթողնենք կհանգստանա, հետո նոր խմորը կհարթեցնենք։ Մնացած ալյուրը որքան որ մնացել է, ավելացնում եմ սեղանին և հավաքում ենք խմորը։ Սիրելիներս, աշխատում ենք ավելորդ ալյուր չօգտագործել, որպեսզի մեր կրուասանները փափուկ ու շատ համեղ ստացվեն։ Խմորին այնպես ենք անում, որ ստրեսի չենթարկվի։ Պետք է նուր աշխատել և հանգիստ հավաքել, առանց կտրատելու, առանց ձգելու։ Վերջ, մոտավորապես, տեսնում եք դեռ հարթ վիճակում չէ, բայց փափուկ, նուրբ, գեղեցիկ խմոր է, հենց նույն ամանի մեջ դնում ենք ուղիղ 30 րոպե, ոչ ավել, թողնում ենք, որ հանգստանա, գլուտենի սոսնձանյութը, շապիկը իր գործը կատարի, երեսը անպայման ծածկում ենք, որպեսզի չչորանա, հենց սենյակային ջերմաստիճանում ենք պահում, խոհանոցում կպահեք 30 րոպե կհանդիպենք։ Ուրեմն 250 գրամ մարգարինը կամ կարագը, ես կարագ եմ օգտագործելու, պետք է լինի բարձր յուղատվությամբ, 82%-ից ոչ քիչ։ Մոտավորապես այն չափով ենք բացում, ինչ չափով որ խմորն ենք բացելու, ես խորհուրդ կտամ 20 սանտիմետրը 15 սանտիմետրի վրա, մոտավորապես, դա իհարկե կարևոր չէ, հետո խմորը կբացենք այնքան, ինչքան որ մեր կարագի չափն է, ու պետք է հարթեցնենք ուղղակի, աշխատեք որպեսզի լինի սենյակային ջերմաստիճանի, գրտնակի միջոցով, հիմա ես հանգիստ, մինչև որ ծայրերը հասնի կբացենք։ Վերջ, սիրելիներս, մի կերպ
ուղեցիկ, եթե միտեղ բարակ լինի, միտեղ հաս լինի, ոչինչ, ոչ մի խնդիր էլ չկա։ Ես գիտեմ, որ նույնիսկ Հայաստանում պատրաստի արդեն այսպիսի շերտերով են վաճառում մարգարինը կամ կարագը։ Կարագը չգիտեմ, բայց մարգարինը հաստատ գիտեմ։ Վերջ, ուղարկում ենք սառնարան, ոչ թե սառցախցիկ, այլ սառնարան, որովհետև ամեն դեպքում ամբողջ գիշեր պահելու ենք եւ կարագը եւ խմորը։ Թողնում ենք, որ ինքը հանգիստ ջերմաստիճանում սառի։ Սիրելիներս, անցել է 30 րոպե, խմորը բավականին հանգստացած վիճակում է, վերցնում ենք, արդեն այս ամանը մեզ պետք չէ, այ հիմա պետք է խմորին ուժ տանք, այսինքն առանց վնասելու հարթեցնում ենք, այ հիմա շատ ավելի հեշտ է աշխատելը, շատ ավելի նուրբ եւ շատ ավելի ենթարկվող խմոր է ստացվել, այս վիճակում, հանգիստ քայլերով, առանց ավելորդ ստրեսի, տեսեք, մի քանի անգամ էլ այսպես կպտտեմ, շատ նուրբ խմոր է, եթե դուք եք պատրաստեք իմ տարբերակով, հետևեք բոլոր ցուցումներին, պատրաստեք այնպես ինչպես որ ես եմ պատրաստում, համոզված եմ, որ ձեր մոդելը շատ լավ ստացվելու, տեսեք ես խմորին էլաստիկություն տվեցի, ինքը արդեն ձգվում է եւ ստացվում է ավելի հարթ ու գեղեցիկ, տեսեք որքան գեղեցիկ խմոր է, արդեն հարթ է ու շատ գեղեցիկ տեսք ունի, հիմա խմորը զգուշությամբ մի փոքրիկ բացում ենք, շատ չենք բացելու, մի հատ աման վերցրեք, որ սառնարանում եք պահելու, խոհանոցային այսպիսի սննդային թաղանթով ծածկեք, իր չափով մոտավորապես բացեք, այսպես, ես կվերցնեմ, կտեղադրեմ այստեղ, զգուշությամբ իրեն կծածկեմ, որ բաց տեղ չմնա, նուրբ ենք անում այս գործողությունը, ու հիմա ձեռքերով մի փոքրիկ էլ կտարածեմ, ու վերջ ամբողջ գիշեր, ինչպես որ կարագի հետ ենք վարվել, նույն ձևով այս խմորի հետ ենք վարվելու, դնելու ենք սառնարանում, ամբողջ գիշեր պահելու ենք սառնարանում, օրինակ մեր մոտ հիմա ժամը 4-ն է, ամբողջ գիշեր որ մնա բավականին երկար է, սովորաբար երկար հասունացման պրոցեսը սառնարանում ավելի ճիշտ է ու ավելի էֆեկտիվ, այդպես ասեմ, որ ավելի պարզ լինի, վերջ սիրելիներս ուղարկում ենք սառնարան, կհանդիպենք արդեն վաղը, սիրելիներս մեկ օր անցել է, սովորաբար կարող եք 8-ից 10 ժամ պահել բավական է, ամբողջ գիշեր պահել բավական է, բայց արդեն 24 ժամ է անցել է, խմորը բավականին հանգստացած, հանգիստ վիճակում է, արդեն ես 30 րոպե է, որ կներեք, 20 րոպե է, որ խմորն եմ հանել, իսկ 10 րոպե, որ կարագն եմ հանել, այսինքն կարագը օգտագործելուց 10-15 րոպե առաջ ենք դուրս բերում սառնարանից, որպեսզի շատ շուտ չհալվի, փափուկ լինի, բայց չհալվի, հիմա նախ առաջինը, հիշում եք չէ, որ մի լավ այսպես ծածկել էինք, որպեսզի չչորանար, հանում ենք, ապահովության համար մի փոքրիկ ալյուր ենք լցնում, որպեսզի խմորի հետ հեշտությամբ աշխատենք, խմորի հետ զգուշությամբ ենք աշխատում, սիրելիներս, ինչպես ենք անելու, հիմա միայն դեպի վերև ու դեպի ներքև, այսինքն ուղղահայաց ենք գրտնակելու, միայն ու միայն ուղիղ, հակառակ ուղղությամբ պետք չէ գրտնակել, այդ տեսնում եք ինքը արդեն լավ հասունացած վիճակում է, կարող եք շրջել նույն ուղղության վրա, քանի որ բավականին սառն է, պետք է խնամքով աշխատենք, որքան երկար, մոտավորապես 60 սանտիմետրի չափով պետք է բացենք, այդ տեսեք բավականին երկար բացել եմ, ուզում եմ չափը մոտավորապես հասկանամ, կարագը արդեն լավ շատ լավ բացված վիճակում է, այսպես կնեղացնեմ, հիմա դանակով երկու կողմից կտրելու ենք, քանի որ արդեն կարագը լավ
տաքանում է, աշխատում ենք արագ շարժվենք։ Մոտավորապես այսպես, այս մի կողմից էլ ենք կտրում, այսպիսի շերտ ունենք։ Ինչ ենք անում այս երկու շերտերի հետ։ Սիրելիներս, մեկը պետք է մի կողմի վրա դնենք, որպեսզի լավ ծածկվի, ձգում ենք, հավասարեցնում ենք, կարող եք գրտնակով էլ հավասարեցնել, մյուսն էլ այսպես ենք դնում, կտրած մասը ավելի ձգելով, այսպես։ Ես հիմա դանակով հավասարեցնելու եմ ավելորդը, որովհետև մեզ դա պետք չէ։ Այսպես։ Դուք կարող եք գրտնակով նախապես հավասարեցնել, վերջ, այսպես։ Վերջ։ Հիմա վերցնում ենք նույն ուղղության վրա, փոփոխություններ չենք անում, մի փոքրիկ կրկին ալրոտում ենք, որովհետև խմորը տաքանալուց հնարավոր է, որ չենթարկվի, նույնիսկ հատակը նույնպես, սեղանը մի փոքրիկ ալրոտում ենք, որպեսզի կարողանանք աշխատենք ու նույն ուղղության վրա առանց հանգստանալու խմորը հենց այս վիճակում հիմա պետք է գրտնակենք։ Կրկին բավականին երկար պետք է գրտնակենք։ Մոտավորապես այսպես։ Հիմա ինչ ենք անելու։ Ծալում ենք խմորը 1/3 մասով, ոչ թե կեսն ենք ծալում, այլ 1/3-ը։ Եվ այսպես, այսինքն մի մասը պետք է լինի ավելի քիչ, մյուս մասը ավելի շատ։ Ավելի ճիշտ կլինի այսպես։ Իսկ հետո արդեն կեսով ծալում ենք, այսպես։ Եվ նորից գրտնակում ենք, կրկին երկարությամբ, առանց վախենալու, սիրուն գրտնակում ենք։ Տեսեք, որքան հեշտ, գեղեցիկ, ենթարկվող խմոր է։ Հիմա արդեն կեսով ենք ծալելու։ Ես եզրերը սովորաբար կտրում եմ, որպեսզի հավասար լինի։ Այսպես գալիս ենք մինչև կենտրոն, չգիտեմ, ճիշտ եմ անում դեպի կենտրոն, մի քիչ էլ, ու նորից ծալում ենք։ Վերջ, սիրելիներս, պահում ենք 1.5 ժամ սառնարանում, կրկին լավ ծածկված վիճակում, որպեսզի չչորանա, 1.5 ժամից կհանենք և կշարունակենք։ Սիրելիներս, անցել է 1.5 ժամ, խմորը սառնարանից դուրս ենք բերում, սննդային թաղանթից ազատում ենք և սկսում ենք աշխատել։ Մի փոքրիկ ալրոտում ենք ինչպես միշտ, որովհետև խմորը սկսում է կամաց հասունանալ և հնարավոր է աշխատելը մի քիչ դժվար լինի։ Մի փոքրիկ էլ երեսից ենք անում, խմորը ծալված հատվածը դեպի մեզ։ Եվ բացում ենք խմորը, հիմա արդեն խմորը կարող ենք և ուղղահայաց, և հորիզոնական բացել։ Վերջ, մոտավորապես 50 սանտիմետր, 30 սանտիմետր։ Իհարկե այս չափերը, սիրելիներս, այդքան էլ կարևոր չեն, լույսը վարեմ, որ ավելի լավ երևա։ Հիմնականում ավելի կարևոր է, որ ճիշտ բացեք մոտավորապես ուղղանկյան նման։ Հիմա ես 4 տեսնենք քանի հատ կստացվի, իհարկե, եթե ուզում եք շատ հավասար լինի, կարող եք կանոնով չափել ու հավասար նշաններ անել, իսկ եթե խնդիր չունեք, ինչպես ուզում եք, այդպես էլ կտրատեք։
Հիմա ցույց եմ տալիս ինչպես ենք փաթաթում։ Սիրելիներս, մի փոքրիկ այսպեսի անցք ենք բացում, եթե ցանկանում եք ջեմ կամ նուտելա, շոկոլադե որևէ մի բան դնել, նախապես հենց այս կենտրոնում դնում ենք ու նոր ենք փաթաթում։ Իսկ եթե պատրաստելու ենք այնպիսի կրեմներով, որ ջեռոցի մեջ հնարավոր չի պահել, հալվելու է, հետո ենք անելու։ Ես հիմա բոլորը դատարկ վիճակում եմ պատրաստելու։ Այսպես խնամքով, առանց սեղմելու փաթաթում ենք։ Տեսեք, որքան գեղեցիկ է։ Այսպիսի տեսք պետք է ունենա։ Բավականին հեռու ենք դնելու մեկը մյուսից, որպեսզի իրենք հասունանալու եւ թխվելու տեղ ունենան։ Խորհուրդ եմ տալիս, քանի որ 10 հատ է, սիրելիներս իրարից հեռու, այսպես, ես 2 հատ թավայի մեջ եմ դնելու, դնում ենք ջեռոցի մեջ, մոտավորապես 1.5 ժամ, շատ կարևոր է, կարող եք լույսը միացված վիճակում պահել, որպեսզի ինքը լավ հասունանա, պետք է թողնեք լավ հասունանա, բավականին մեծանալու են, հետո կհանդիպենք։ Տեսեք, որքան գեղեցիկ հասունացել է։ Հասունացման ժամանակ արդեն երևում են իրենց շերտերը, որ մոտիկից նայեք, գեղեցիկ երևում են իրենց շերտերը։ Սիրելիներս, 1 ձվի դեղնուց ունենք, տրորում եմ, ավելացնում եմ մի քիչ կաթ, այսինքն դեղնուցը բացում ենք կաթով ու քսում ենք բոլոր կրուասաններին։ Ջեռոցը պետք է նախապես տաքացնենք, դա շատ կարևոր է, 180 աստիճանում ենք թխելու, եթե օդափոխիչով է, միացրեք նաև օդափոխիչը, վերև ներքևը միացված, մոտավորապես 20 րոպեում շատ արագ թխվելու է, եթե այսպես գեղեցիկ հասունացած խմոր ունեք, շատ հեշտ արագ թխվելու է, կարող եք հանգիստ լինել, նախապես մի կես ժամ նախորոք պահեք, որ ջեռոցը տաքանա։ Այ տեսեք, որքան լավ երևում են իրենց շերտերը, որ ուշադիր նայեք, լավ երևում է։ Խնամքով քսում ենք ձուն և կաթի խառնուրդը և հերթով ուղարկելու եմ ջեռոց։ Տեսնենք ինչպես կստացվի, ճիշտը որ ասեմ, այս տարբերակով ես առաջին անգամ եմ պատրաստում, հույս ունեմ, որ շատ լավ կստացվի, խնամքով պատրաստեք, հասունացման բոլոր օրենքները ճիշտ կլինի, որ գեղեցիկ հերթով կատարեք առանց շտապելու, պարտադիր պահեք սառնարանում, ճիշտ բացեք, կարագը ճիշտ տեղադրեք, կտեսնեք, որ լավ է ստացվելու։ Տեսնում եք, սիրելիներս, որքան գեղեցիկ, լավ թխված, այ որ ցույց տամ ձեզ շերտերը ինչպիսին են, տեսեք որքան լավ երևում են շերտերը, պետք է այսպիսին լինի, հիմա արդեն մի քիչ հովանա կկտրենք ու կտեսնենք ներսից ինչպիսին է։ Սիրելիներս, դե ինչ, տեսեք հրաշք ենք պատրաստել, մեկը մեկից գեղեցիկ, ուղղակի հրաշք է։ Այ հիմա արդեն լավ հովացել է, եթե ցանկանում եք կրեմ պատրաստել, կրեմով պատրաստել, խորհուրդ եմ տալիս պատրաստեք սերուցքային կրեմ, որովհետև շատ համեղ է, կամ էլ եփովի կրեմ, սովորական հենց կամ ներքևի հատվածից մի փոքրիկ անցք արեք, հետո կրեմը լցոնեք, ինչպես որ էկլերներն եք անում, կամ էլ կարող եք կտրել ու ներսից կրեմ լցնել, իսկ եթե արդեն ասել եմ սկզբից ջեմով կամ նուտելայով եք, նուտելան էլ նախապես կարելի է դնել, ջեմով կամ նուտելայով եք պատրաստելու կամ սովորական խտացած, էփովի խտացած կաթով են անում, նախապես դրեք, բթածրեք, հետո նոր թխեք։ Դե ինչ սիրելիներս, հույսով եմ օգտակար եղա, անպայման հետևեք բոլոր ցուցումներին, եթե ցանկանում եք այսպես հրաշք ստանալ, կարող եք ավելի փոքր պատրաստել, բայց խորհուրդ եմ տալիս, մի հատ եմ պատրաստում, լավն եք պատրաստում։ Բոլոր ցուցումներին հետևեք, մի ալարեք, մի շտապեք, ամենակարևորը հրշակագործները պետք է չշտապեն, ինչպես օրինակ ես շատ եմ շտապում,
Բայց եթե դուք ինպես կարողանաք սառնարանում մեկ օր գիշերը պահել, հաջորդ օրը շատ ճիշտ ժամով ճիշտ անեք ամեն ինչ, ես համոզված եմ, որ ձեր մոտ շատ լավ է ստացվելու։ Միայն չշտապեք, խնամքով աշխատեք։ Այ որ պատրաստեք նկարներն էլ ուղարկեք, հաստատ գնահատականը կստանաք, սիրելիներս։ Շնորհակալություն, անպայման պատրաստեք, սիրում եմ բոլորին, գրկում եմ բոլորին, մեր մոտ արդեն գիշերը շատ ուշ է, մոտավորապես ժամը 11-ն է երեկոյան։ Ես բավականին հոգնած եմ, կլցոնեմ կրեմով, վաղ առավոտյան արդեն անուշ կանեմ, կտանեմ նաև գոլեգաներից կհյուրասիրեմ։ Շնորհակալ եմ, հաջողություն բոլորին, սիրում եմ բոլորիդ։